Ձեզ ենք ներկայացնում հորոսկոպ հուլիս ամսվա համար աստղաբան Վասիլիսա Վոլոդինայի կողմից։ Հուլիսին մենք կբախվենք միանգամից 3 մոլորակների հետադարձ շարժման սկզբի հետ՝ Մերկուրի 19-ից, Սատուրնը 14-ից, Նեպտունը 5-ից։ Տեսականորեն այս կոնֆիգուրացիաները դժվարություններ են առաջացնում, մեծացնում են եսասիրությունը և շահույթի ծարավը։ Բայց չնայած աստղագուշական բացասական միտումներին, հուլիսին դեռ հնարավոր կլինի հասնել ցանկալիին, թեև ոչ առանց դժվարության։ Հետադարձ Մերկուրին որոշ կերպ կազդի մեզ բացասականությունից, էներգիայի և ժամանակի անիմաստ կորստից և ավելորդ խնդիրներից։ Խոյեր, Վասիլիսա Վոլոդինան խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տնային և ընտանեկան խնդիրներին, լավ հնարավորություններ են ի հայտ գալիս շահավետ բնակարան գնելու, ամուսնանալու և ընտանիքում մթնոլորտը բարելավելու համար, սակայն տնից հաճախակի բացակայությունները, գործուղումները և միաժամանակ մի քանի գործով զբաղվելը կարող են տհաճ հետևանքներ ունենալ, հատկապես եթե դրանք համընկնում են հուլիսի վերջին։ Սիրո և կարիերայի մեջ անվճարունակության և անհաջողության մասին մտքերը, եթե այդպիսիք ի հայտ են գալիս, պետք է ճնշվեն, դրանք կառաջանան հետադարձ Նեպտունի ազդեցությամբ։ Օգոստոսին իրավիճակը կբարելավվի, ինքնավստահությունը կբարձրանա, երբ մոլորակի տրամադրությունը կարգավորվի։ Ցուլեր, պլանավորված ուղևորություններ, նոր պաշտոնի տեղափոխվել, նոր սկիզբներ։ Այս ամենը հուլիսին կարող է ուղեկցվել անսպասելի խնդիրներով։ Խախտված պայմանավորվածությունները, չվճարված գումարը և այլ խնդիրները ցուլին սպառնում են սովորականից շատ ավելի։ Հետևաբար, աստղաբանը խորհուրդ է տալիս զգույշ լինել, մի քանի անգամ կրկնակի ստուգել ամեն ինչ և ունենալ լրացուցիչ ծրագիր խնդիրների դեպքում։ Բացի այդ, Սատուրնը կարող է կոնֆլիկտներ առաջացնել ընտանիքում, թյուրըմբռնումներ մտերիմ հարազատների և ընկերների հետ։ Ամսվա առաջին կեսին նախապատվությունը պետք է տալ աշխատանքին և կարևոր գործերին։ Այս ոլորտներում աստղերը խոստանում են հաջող ներդրումներ, բարձր ուսման ունակություն և արագ ու ճիշտ որոշումներ կայացնելու կարողության աճ։ Երկվորյակներ, հուլիսին վստահելը կարող է խնդիրներ առաջացնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Հետադարձ Մերկուրին կբարձրացնի խաբեության, դավաճանության և շառլատանության զոհ դառնալու ռիսկը։ Աստղաբանը խորհուրդ է տալիս երկվորյակներին կարևոր հարցերը ոչ մեկին չվստահել, պարտականությունները չպատվիրակել ուրիշների վրա և վերահսկել իրենց զուգընկերների, գործընկերների և ընտանիքի անդամների յուրաքանչյուր քայլը։ Բացի այդ, ավելի լավ է խուսափել կասկածելի արկածներից, ռիսկերից և ֆինանսական գործարքներից։ Նույնիսկ ընտանեկան կյանքի հանգիստ ապաստարանում կլինի դավաճանություն և ստի վտանգ։ Իրավիճակի հետ կապված աստղաբանը խորհուրդ է տալիս ավելի հաճախ կրել ադամանդներ, մարգարիտներ, բերիլ և արծաթ։ Ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում հաջողության հասնելու հնարավորություն կա, բայց ամեն ինչ պետք է անել իմաստուն և համբերատար։ Խեցգետիններ, մեդիտացիան և ստեղծագործականությունը կօգնեն խեցգետիններին պահպանել լավ տրամադրությունը, ինքնավստահությունը և ընտրության ազատությունը։ Աստղաբանի կարծիքով, ցանկացած հոբբի և հոգևոր պրակտիկա կնպաստի ներքին ներդաշնակությանը։ Այլ սցենարով Վեներայի և հետադարձ Մերկուրիի ֆոնին ամիսը կարող է բավականին հոգնեցուցիչ դառնալ։ Ընկերները, աշխատանքը, սիրային կապերը, ղեկավարները և նույնիսկ մտերիմ մարդիկ կարող են ճնշում գործադրել խեցգետինների վրա, պահանջելով, որ նրանք փոխեն իրենց սովորությունները, ցանկություններն ու սկզբունքները և գործեն ուրիշներին հաճեցնելու համար։ Լուսնի խավարումը կամրապնդի խեցգետինների կամքի ուժը, թույլ տալով նրանց դիմադրել ճնշմանը, բայց դա անելու համար նրանք պետք է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնեն միայնակ, սնուցեն իրենց էներգիան և հավատան իրենց սեփական հաջողությանը։ Առյուծներ, ամռան կեսերին շատ առյուծներ կզգան էներգիայի ալիք և շատ կարևոր է ճիշտ օգտագործել էներգիայի այս ավելցուկը։ Աստղաբանը խորհուրդ է տալիս ակտիվության աճը ուղղել սպորտին, կարիերային, առողջությանը, սիրուն։ Այդ դեպքում բոլոր ջանքերը հարյուրապատիկ կարդարանան և ամսվա վերջին առյուծները կկարողանան լավ արդյունքների հասնել։ Հուլիսին ամենավատ ռազմավարությունը ոչինչ չանելն է։ Կանխատեսման համաձայն սա կարող է հանգեցնել բաց թողնված հնարավորությունների և բոլոր հարցերում երկարատև լճացման։ Կյանքի հոգևոր կողմը կարևոր դեր է խաղում հուլիսին։ Մեդիտացիան, խորը մտորումները և ընթերցանությունը կօգնեն անձնական աճին, սակայն խնդիրների, առօրյայի և աննշան գործերի վրա կենտրոնանալը սպառնում է վատթարացնել կյանքի որակը։ Կույսեր,
Հուլիսը հիանալի ամիս է, որը կույսերին կբերի ներդաշնակության, երջանկության եւ նոր հույսերի զգացողություն։ Ինչ էլ որ անեն կույսերը այս ամիս, աշխատանք, տնային եւ ընտանեկան գործեր, ստեղծագործականություն նրանց ամենուր կուղեկցի հաջողությունն ու ուրախություն է։ Տարօրինակ է, բայց նման պարգևի համար պետք է շնորհակալություն հայտնել հետադարձ Մերկուրիին։ Առանց նրա ազդեցության հուլիսը կարող է դառնալ կրքի, ագրեսիայի, պոռթկումների, խնդիրների եւ խաբեության ամիս։ Բարեբախտաբար հովանավորը փոքր-ինչ կխլացնի մոլորակային ասպեկտների բացասական միտումները, ինչը թույլ կտա կույսերին հաջողության հասնել կյանքում։ Կշարքներ։ Ամսվա սկզբին Նեպտունը կանցնի հետադարձ շարժման, ինչը կհանգեցնի կշարքների մոտ իրենց կյանքը արմատապես փոխելու անվերահսկելի ցանկության եւ հանգամանքները կնպաստեն արմատական մետամորֆոզներին։ Մեծ հավանականություն կա պարգևատրում կամ նոր աշխատանքի առաջարկ ստանալու։ Դուք ստիպված կլինեք համաձայնվել կամ հրաժարվել ձեր սեփական ռիսկով։ Անորոշության գործոնը կարող է հանգեցնել ինչպես հաջողության, այնպես էլ խնդիրների։ Հաջողության հավանականությունը զգալիորեն կմեծանա, եթե կշարքները առաջնորդվեն տրամաբանությամբ, այլ ոչ թե ցանկություններով, հույսը դնելով լավ մտածված ծրագրի վրա, այլ ոչ թե պատահականության վրա։ Հուլիսին շանսերը ավելի շատ կլինեն կշարքների դեմ, քան նրանց օգտին, իսկ ինտուիցիան դեռ թույլ է, ուստի վտանգավոր է վստահել դրան։ Կարիճներ։ Հետադարձ մոլորակները կարիճների մոտ կստիպեն փոխել իրենց բնապատկերը, ճանապարհորդել, հոգևոր որոնումներ կատարել եւ նման հնարավորությունները անպայման կհայտնվեն ամսվա առաջին կեսին։ Լավագույն ընտրությունը կլինի տնային միջավայր, որը կբերի հոգևոր ներշնչանքներ եւ կլիցքավորի ձեզ էներգիայով։ Կյանքի մյուս ոլորտներում կան միայն նուրբ հեռանկարներ։ Հիմնականը վեճերի եւ խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելն է։ Բարդ խնդիրներ լուծելիս աստղագուշակը խորհուրդ է տալիս խուսափել անորոշությունից եւ հնարավորության դեպքում հույսը դնել փորձի վրա։ Հուլիսը շատ անբարենպաստ է ընկերների եւ սիրահարների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Աղեղնավորներ։ Հուլիսին շատ աղեղնավորներ կարող են դժվարությունների հանդիպել աշխատանքում եւ բիզնեսում, քանի որ ֆինանսական հոսքերը կփակվեն, հատկապես 19-ից հետո։ Գումարի արտահոսքը կարող է լինել կամ անհապաղ ձախողված գործարքի կամ ներդրման արդյունքում, կամ հնարավոր է հետաձգված եւ թաքնված։ Մեկ այլ ոչ պակաս կարևոր կողմ կլինի անցյալը։ Հնարավոր է, որ հին ծանոթներն ու սիրահարները վերադառնան եւ կրկնվեն վաղուց անցած ու ապրված իրադարձությունները, ոչ ամենահաճելիները։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս չանհանգստանալ եւ չտրվել պատրանքային երազներին, հակառակ դեպքում դա շատ խնդիրներ կբերի։ Այծեղջյուրներ։ Հուլիսին այծեղջյուրները գաղափարներ կստեղծեն, սակայն դրանց գործնական իրականացման հետ կապված կարող են դժվարություններ առաջանալ։ Հետադարձ Սատուրնի եւ Մերկուրիի ֆոնին կհայտնվեն բազմաթիվ կանգառի գործոններ, որոնք կխոչընդոտեն նպատակներին հասնելու բոլոր բաց հնարավորությունները։ Ֆանտազիայի թռիչքը եւ ստեղծագործական էներգիայի վերելքը կուղեկցվեն զգուշության եւ սպեկտիցիզմի աճով։ Օգտակար է կազմել ցանկությունների քարտեզ եւ գրանցվել այս ամսվա ընթացքում այծեղջյուրների մոտ ծագող բոլոր գաղափարները։ Անկախ նրանից, թե որքան անհնար կարող են թվալ դրանք, դուք չպետք է անմիջապես հրաժարվեք դրանցից։ Օգոստոսին, երբ Մերկուրին դուրս գա հետադարձ փուլից, ցանկությունների քարտեզը կբերի գործնական օգուտներ։ Ջրհոսներ։ Իրադարձությունների տոնը կորոշեն 3 մոլորակներ, որոնք նշանավորվում են հետադարձ շարժմամբ՝ Սատուրնը, Մերկուրին եւ Նեպտունը։ Վասիլիսա Վոլոդինայի կարծիքով դա ջրհոսի համար երկիմաստ ամիս կլինի, որի իրադարձությունները նրանց կստիպեն զիջումների գնալ որոշ սկզբունքների հարցում։ Հուլիսը կլինի խաբեության, մանիպուլյացիաների, խարդավանքների ծաղկման շրջան, մինչդեռ բարությունը, պատիվը եւ անկեղծությունը կսկսեն վնաս հասցնել ինչպես ջրհոսներին, այնպես էլ նրանց շրջապատողներին։ Խորամանկությունը կհանգեցնի երջանկության, հաջողության եւ կարգուկանոնին։ Այնուամենայնիվ, աստղագուշակները խորհուրդ են տալիս հիշել բարու եւ չարի միջև հավասարակշռությունը եւ չգայթակղալ ճակատագիրը։ Ընդհանուր առմամբ կա շատ ավելի հաջողակ լինելու հնարավորություն։ Ձկներ։ Հուլիսին ձկները պետք է չափազանց զգույշ լինեն անձնական եւ ֆինանսական ոլորտներում։ Ստեղծագործական էներգիայի արտահոսք է սպասվում։ Ամեն ինչ, ինչին ձկները դիպչում են, կարող է բերել ոչ թե երջանկություն եւ հաջողություն, այլ դժվարություններ։ Սակայն բոլոր դրական նորությունների հետ մեկտեղ կլինեն նաեւ որոշ խնդիրներ։ Վեներան ձկներին կստիպի զգալ ուժի կորուստ, որևէ բան անելու դժկամություն, անհանգստության եւ ինքնահիասթափության նոպաներ։ Բացասական հույզերն ու վերաբերմունքը կխանգարեն ձկներին հաջողության հասնել կյանքում եւ վայելել ամռան կեսը։ Նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել այս վերաբերմունքը, առատաձեռնորեն կպարգևատրվեն։